2025 թվականի նոյեմբեր ամսին կույս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի ֆինանսական ոլորտում։ Սիրելի կույսեր, հաջողություն, երջանկություն, հնարավորություններ, նոր ձեռքբերումներ, նոր մարդիկ, նոր համագործակցություն, աշխատանք, որը ձեզ համար հատուկ նախատեսված է, հնարավոր է ձեր սեփական խոբին, ձեր սեփական նախասիրությունը ձեզ համար դառնա աշխատանքի ոլորտ։ Գիտեք ինչ, սիրելի կույսեր, նոյեմբեր ամիսը ձեզ համար լավ ժամանակահատված է, ոնց որ ֆինանսական ապահովագրություն ստանաք, գիտեք ինչ, ոնց որ եթե խնդիրներ կար, դուք անընդհատ վախենում եք ֆինանսական քչությունից, չէր բավականացնում, չէր հերիքում, նոյեմբեր ամիսը լինելու է, որ ոնց որ ֆինանսական ապահովագրություն ունենաք, դա կարող է ձեր աշխատավարձը լինի, դա կարող է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը լինի, բայց դուք այդ ապահովագրությունը ստանալու եք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի անձնական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի կույսեր, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Այլ կույսեր, ովքեր որ ամուսնացած են, եթե նույնիսկ կա խնդիրներ, պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք։ Սիրելի կույսեր, հնարավոր է ձեր երեխայի ամուսնություն լինի, հնարավոր է ձեր երեխան ինչ-որ փաստաթուղթ ստանա կամ ինչ-որ բարձրագույն հաստատություն մտնի, հնարավոր է դիպլոմ ստանա, հնարավոր է դուք դառնաք տատիկ, դուք դառնաք պապիկ, սիրելի կույսեր, նաև հնարավոր է, որ այլ կույսեր, ովքեր որ ամուսնացած չեն, դուք նաև լինի ամուսնություն։ Գիտեք ինչ, սիրելի կույսեր, 2025 թվականի նոյեմբեր ամիսը ձեզ համար հաջողության ժամանակահատված է, սիրո, միության, ֆինանսական հաջողության ժամանակահատված է։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի առողջական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամիսը։ Հաջողության ժամանակահատված, սիրելի կույսեր, լավացում, ապաքինում, եթե նույնիսկ գնում եք բուժհիմնարկություն, ուղղակի գնում եք ձեր կամքով, հնարավոր է ինչ-որ փոփոխություն կատարեք, հնարավոր է բուժական մերսման, հնարավոր է փոքր վիրահատություններ ձեր իմիջը փոխելու հետ կապված, դրանք էլ բոլորը անցնում են շատ լավ ձևով, առանց որևէ խնդիրների և պրոբլեմների, առողջացում, ապաքինում, երեխայի ծնունդ է ցույց տալիս, սիրելի կույսեր։ Ինչպիսի իրավիճակ է, կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի կույսեր, 2025 թվականի նոյեմբեր ամսին, այո, ձեր երազանքները և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում կատարվելու են։ Դա ոչ թե փոքր երազանքներ են, սիրելի կույսեր, շատ մեծ երազանքներ և նպատակներ են կատարվելու։ Այժմ տեսնենք ինչ է սպասում